Հանուն Հոր եւ Որդվո եւ Օգվին Սրբո ամեն։ Հռութի գիրքը 4-րդ գլուխ։ Փոս կամուստանա Հռութի հետ։ Փոս թուրը փարսացավ ու հոն նստավ։ Եվ ահա այն ասկագանը, որում մասին Փոս խոսած էր գանձներ։ Փոս անորսավ. Թուն այս անուն Եգուր հոս նստե։ Անալ քնած ու նստավ։ Փոս քաղաքին երեցներեն 10 մարդ արավ եւ անոնց ասավ. Հոս նստեցեք, անուն կալ նստան։ Հետո այդ ասկագանին ասավ. Նոյեմի, որ Մովափի տաշտավայրեն վերադարձած է, մեր եղբոր Ելիմելեքի արդին բաժինը գծախե։ Ես մտածեցի քեզի իմացնել ու ասել. Զայն քնե բնագիչներուն արչև եւ իմ ժողովրդիս երեցներուն արչև։ Եթե պիտի փրկես, փրկե, բայց եթե պիտի չփրկես, իմացուր ինձի որբեսի գիտնամ։ Արտարև քեզ մեզ ատ փրկարար չկա, ես քեզ մե յետք եմ։ Անիկա ասավ. Ես պիտի փրկեմ։ Հետո Փոս ասավ. Այն օրը, երբ Նոյեմիի ցերկեն արդը քնես, Մերյալին գնոճմեն Մովափացի հրութենալ քնելու ես, որբեսի Մերյալին անունը հաստատես իր ժառանգության մեջ։ Ասկագան ասավ. Ես չեմ գրնար փրկել ինձի համար, որբեսի ժառանգությունս չխաթարեմ։ Իմ փրկակինս թունդուր քեզի համար, քանի որ ես չեմ գրնար փրկել։ Առաջ Իսրայելի մեջ սա սովորությունը կար։ Փրկելու կամ փոխանակելու բարակային ամեն արարք հաստատելու համար մեկը իր գոշիկը գաներ ու մյուսին գուտար։ Ասիկա Իսրայելի մեջ վկայություն գլար։ Ուստի ասկագանը Փոսի ասավ. Թունքն է քեզի համար եւ իր գոշիկը հանեց։ Փոս երեցներուն ու ամբողջ ժողովրդին ասավ. Դուք այսօր վկայեք, թե ես Նոյեմիի ցերկեն քնեցի Ելիմելեքի ամբողջ ունեցածը եւ Քելոնի ու Մահալոնի ամբողջ ունեցածը։ Մահալոնի գինը Մովափացի հրութնալ ինձի համար ստացա իբր գին, որբեսի Մերյալին անունը հաստատեմ իր ժառանգության մեջ եւ Մերյալին անունը իր եղբայրներեն ու բնակարանին թռնեն չչնչվի։ Դուք այսօր վկայեք։ Թուր եղող ամբողջ ժողովուրդը եւ երեցները ասին. վկայենք։ Դերը քու դունդ մտնող գինը Ռաքելի ու Լիայի բեսն է, որոնք երկուքը Իսրայելի դունը գառուցանեցին։ Թուն Եփրաթայի մեջ ուժեղացիր եւ Բեթլեհեմի մեջ անունը թող հրճագվի։ Քու դունդ Փարեսի դան բես ըլլա, որ Թամար ծնավ Հութայի։ Այն զարմով, որ դերը քեզի պիտի դա այս երդասարտուհիեն։ Փոս եւ իր զարմը։ Փոս հրութ արավ եւ ան իր գինը եղավ։ Երբ անոր մտավ, դերը անոր թույլատրեց, որ հղանա ու որդի մծնավ։ Գիները Նոյեմիեսին օրտնյալը լա դերը, որ այսօր քեզ առանց մոտ ասկագանի չթողուց, որբեսի անոր անունը Իսրայելի մեջ հիշվի։ Անքեզ պիտի վերագենտանացնե եւ ալևորությանդ նեցուկը պիտի ըլլա, որովհետեւ զայն քեզ սիրող հարսը ծնավ, որ քեզի 7 որդի ավելի լավ է։ Նոյեմի զավակ արավ, իր քիրգը թրավ ու անոր թայագ եղավ։ Թրացի գիները անոր անունը թրին ըսելով. Նոյեմիի որդի մծնավ եւ անոր անունը Օվփետ կոչեցին, ան Դավիթի հոր Հեսեի հայրը եղավ։ Ահավասիկ Փարեսի ծնունդները։ Փարես ծնավ Եսրոնը, Եսրոն ծնավ Արամը, Արամ ծնավ Ամինաթափը, Ամինաթափ ծնավ Նաասոնը, Նաասոն ծնավ Սաղմոնը, Սաղմոն ծնավ Պոոսը, Պոոս ծնավ Օվփեթը, Օվփեթ ծնավ Հեսեն եւ Հեսե ծնավ Դավիթը։ Փառքես Տեր Աստված մեր։ Ամեն։ Աբասիկ սիրելի քույրեր, եղբայրներ։ Ավարտեցինք Հռութի գիրքի ընթերցանությունը։ Այս գարչ քրքին մեջ 4 գլուխները փաղկացած տեսանք սիրելիներ, թե ինչպիսի սեր, հարկանք, նվիրվածություն կար Հռութ հարսին կողմե իր գեսուրի նկատմամբ եւ թե ինչպիսի հարկանք ու սեր կար գեսուրին կողմե իր հարսի նկատմամբ։ Սիրելիներ, ահա այսպիսին պետք է լա հարաբերությունը ընդմեջ գեսուրներուն եւ հարսերուն, հիմնված Աստուծո սուրբ խոսքին եւ այս Աստվածաշունչին մեջի դրված օրինագին հիման վրա։ Այսինքն սիրով, սրբությամբ, նվիրվածությամբ, ողորմությամբ,
որբեսի սիրել ընտանիքները ամուր մնան եւ Աստուծո օրհնությունը այդ ընտանիքներու մեջ լա։ Պետք է սիրելներ վերջ տրվի այն սխալ գարձիկը, թե հարսուգեսուր իրարու թշնամի են։ Սիրելիներ, այն ծնողները, որոնք իրենց զավակները գսիրեն խորաբես, ապա պետք է իրենց հարսերը ընդունին որպես իրենց աղջիկները, ինչպես Նոեմին ընդունեց Հրութը որպես իրեն հարազատ աղջիկը։ Եվ այն հարսերը, որոնք կամուսնանան, պետք է իրենց ամուսներուն մայրը հարկեն պատվեն, որովհետև իրենց կյանքի ընկերը անոնց մեծ ծնավ։ Եվ երբ սիրելներ այս ընտանեկան հարաբերությունը առողջ ու սրբությամբ կլա, երբ սեր ու հարկանքով կլա, այդ ժամանակ Աստուծո օրհնությունն ալ անբագաս կլա։ Սրտանց կաղոթեմ, որ իսկապես մեր հայ ընտանիքներու մեջ հարս ու գեսուրի միջև, փեսա ու զոքանչի միջև, հայր ու մոր միջև, զավակներու եւ ծնողներու միջև եւ բոլոր գաբերու միջև, եղբայրներու, քույրերու, հարազատներու, ասկականներու միջև սերը դիրաբեդողը լա։ Այն սերը, որ Տեր Հիսուս Քրիստոսը ասավ, սիրեցեք իրար, ինչպես ես ձեզ սիրեցի։ Իրար սիրելով է, որ մարդիկ պիտի ճանչնան ու գիտնան, որ դուք իմ աշակերտներս եք։ Եթե գուզենք սիրելներ, Աստուծո ներկայություն ունենալ մեր դուներեն ներս, եթե գուզենք Աստուծո օրհնությունները վայելել, եթե գուզենք Աստուծո խաղաղություն ունենալ, Աստուծո փառիկները ճաշակել, ապա սիրելներ, ընտանեկան բոլոր հարաբերությանց մեջ սեր ունենանք իրար նկատմամբ։ Սերն է, որ գահախտե ամեն դժվարությանց, սերն է, որ գահալածե ադելությունը, խավարը, չարությունը, նախանցը, փարգությունը ընտանեկան կյանքի մեջ են եւ ընտանիքը կդարձնե լուսավոր Աստուծո աչին եւ աչքին բահբանության ներքև փառքավաճ։ Աստված թող արադացնե սերը մեր հոգիներու մեջ եւ արադացնե այսպիսի օրինագելի ընտանիքները մեր ազգին եւ ամբողջ աշխարհի մեջ։ Աստուծո գամքով սիրելներ, կսկսենք հաջորդ քրքի ընթերցանության առաջին թագավորաց կրկին։ Աստված ձեզ արադաբես թողորտնե, առողջ մնացեք, ողջ մնացեք եւ իրարու հետ սիրով ապրեցեք։ Օրհնյալ եղեք։